Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Օրերս Տաթև Ասատրյանի մենահամերգներից ևս մեկը կայացավ Գյումրիում։ Համերգն ինչպես միշտ անցավ ջերմ եւ բարձր տրամադրությամբ, սակայն այս անգամ աչքի ընկավ մեկ ուշագրավ հանգամանքով։ Ներկաների թվում չէր Նժդեհը։ Հատկանշական է, որ նախորդ համերգների ընթացքում երգչուհին հաճախ էր իր ելույթների մի փոքրիկ հատվածը նվիրում Նժդեհին։ Հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով նրա հաջողությունների եւ նոր ձեռքբերումների վրա, սակայն այս համերգը տարբերվեց նախորդներից հենց այդ բացակայությամբ։ Այնուամենայնիվ իրավիճակում ենթատեքստեր փնտրելու անհրաժեշտություն թերևս չկա։ Նժդեհը զբաղված է իր անձնական կյանքով եւ դպրոցական առօրյայով, ու բնական է, որ չի կարող մշտապես ներկա գտնվել երգչուհու բոլոր ելույթներին կամ համադրել իր գրաֆիկը Տաթև Ասատրյանի խիստ աշխատանքային ռեժիմի հետ։ Տաթև Ասատրյանը հայկական շոու բիզնեսի այն երգչուհիներից է, ով տարիների ընթացքում կարողացել է կայանալ եւ պահպանել իր ուրույն տեղը բեմում։ Նրա ստեղծագործական ճանապարհը սկսվել է ԱԼՄ հեռուստաընկերությունից, որտեղ նա առաջին անգամ ներկայացավ լայն լսարանին եւ արագ ուշադրություն գրավեց իր ձայնային տվյալներով ու բեմական ներկայությամբ։ Իր կարիերայի ընթացքում Տաթևը մասնակցել է նաև հայտնի երաժշտական նախագծերի՝ «Ժողովրդական երգիչ», «X Factor», «Հայաստանի ձայնը», որոնք չնայած հիասթափությունների պատճառ են դարձել նրա կյանքում, սակայն կարևոր դեր են ունեցել նրա ճանաչելիության աճի մեջ։ Այս նախագծերը հնարավորություն տվեցին նրան բացահայտել իր հնարավորությունները, ձեռք բերել բեմական փորձ եւ ներկայանալ ավելի մեծ լսարանի։ Տարիների ընթացքում երգչուհին ձևավորել է իր ինքնատիպ երաժշտական ոճը, համադրելով հայկական էստրադային, ժողովրդական եւ ժամանակակից ոճերը։ Տաթև Ասատրյանը մշտապես ակտիվ է, ներկայացնելով նոր երգեր, տեսահոլովակներ եւ ելույթներ։ Նրա բեմական կերպարը նույնպես ժամանակի ընթացքում փոփոխվել է, դառնալով ավելի համարձակ, ընդգծված եւ հասուն։ Այսօր էլ նա համարվում է հայկական բեմի պահանջված երգչուհիներից մեկը, ում ստեղծագործությունները սիրված են լայն լսարանի կողմից։ Տաթև Ասատրյանի ուղին ցույց է տալիս, որ աշխատասիրությունն ու հետևողականությունը կարող են բերել կայուն հաջողություն եւ հանդիսատեսի սեր։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս կայացավ Տաթև Ասատրյանի մենահամերգներից ևս մեկը, որի ընթացքում Տաթևին ընկերակցել էր Նժդեհը։ Նժդեհի երջանկությանը չափ չկա, նա դհոլ է նվագում։ Դիտեք այս էմոցիոնալ ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Օրերս կայացավ Տաթև Ասատրյանի երկրպագուների կողմից այդքան սպասված ևս մեկ մենահամերգ։ Տաթևը բեմում մենակ չէր, նա մեծ հպարտությամբ հանդիսատեսին ներկայացրեց Նժդեհին։ Տաթևի խոսքով Նժդեհը սկսել է ավելի լավ նվագել։ Նա պարապում է եւ ունի մեծ ձգտում։ Վերջին հրապարակումներից եւ համերգային տեսագրություններից պարզ երևում է, թե որքան է Նժդեհը մեծացել եւ հասակ առել։ Տաթևը անգամ կատակեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նա արդեն իր հասակին կլինի։ Երգչուհին նաև նշեց, որ եթե Նժդեհը շարունակի նույն կերպ, ապա շուտով կսկսի նվագել բենդում։ Փորձեք դիտել Star-News-ի կողմից առանձնացված հոլովակն առանց հուզվելու։ Տաթև Ասատրյանը երգում է, իսկ Նժդեհը դհոլ է նվագում։ Ես ուզում եմ դուք տեսնեք, թե անցած համերգի համեմատ ոնց է մեծացել, հետո Բան չմնաց, մյուս համերգի արդեն իմ որին կհասնի, բայց ես համերգներին չէ, մարզադաշտի, մեծ նախան։ Սիրելիներս, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ոնց որ եւ միշտ։ Դա
դահլիճում գյումրեցիներ կան։ Անարտելի գյումրիում եք։ Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ մեր համատեղ երգը։ Տեսնում եք, առաջվա համեմատ սկսել ավելի լավ նվագել։ Սովորումը կարևոր է։ Ուզում է դառնա երաժիշտ, իրան շատագուրերգ է լինել երաժշտության մեջ, մեր թիմում։ Այ որ սկսես ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կլինես։ Կուզես։ Այն ինչ մեզ ասելի համար։ Այն ինչ մեզ ասելի համար։ Բարձր։ Շնորհակալություն։